Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Ատլանտա օդանավակայանը Ջորջիա նահանգի ամենախոշոր օդանավակայանն է Ամերիկայի, դրանից անգամ կարող է աշխարհում ամենախոշորներից լինի, բայց ամենայն դեպս մի մարդ գնում է օդանավակայանը, սկսում է ուսումնասիրել, որ տեսնի ինչ է կատարվում, մանավանդ երբ որ գնում եք այնտեղ որ մարդիկ գալիս են ճամբրուկ են բերում, պետք է քայլեր, տեսնում եք այստեղ իրենց երբակալում են, որովհետև իրեն ընտանիքի անդամներ զանգ են տալիս, ասում են սա հոգեհիվանդ է, խնդիրներ ունի, բայց հրացանը վերցրել է եկել է սպանելու, տեսնում եք մեծ մարդ է 6 ֆուտ 3 ինչ, պատկերացրեք 190 սանտիմետր բոյով, 200 փաունդից ավել, եւ երբ ոստիկանությունը օդանավակայանի, երբ որ եկել է ուսումնասիրի, հետո գնա իր հրացանը բերի, այսպես տեսնում եք իր մեքենայով գալիս է, առաջ եկել է այն անկյունում, ցախ անկյունում տեսնում եք, ոստիկանությունն է որ բացատրում են, որ ոռոպեին եկել է, ինչքան ժամանակ այդտեղ է եղել, որովհետև ընտանիքի անդամը զանգահարել էին, իրեն կարողանում են ձերբակալել։ Ոճրագործության անցյալի ռեկորդներ ունի, անցյալում նաև ոճրագործություն է տեղի տվել, դրա համար անգամ ուզում են ձեռքերը փակեն, խնդրեմ են ունենում, որ երկու ձեռք փակեն։ Հիմա ինչ 27 փամփուշտ է բերել, հրացանը բոլորը մեքենայի մեջ, նայեք տեսեք ինչ հրացան է բերել, հզոր հրացան է բերել, փամփուշտները տեսնում եք եւ առավել նաև մեքենայի մեջ ուրիշ, այստեղ տեսնում եք բոլոր օդանավակայանում ուսումնասիրում է, այսպես նայում է տեսնի ինչ է կատարվում, բարեբախտաբար կարող էր մեծ աղետ լիներ սա, այսպես տեսնում եք, սա semi-automatic, այսինքն ավտոմատ կրակելու, տեսեք ինչքան բիզի է Ատլանտայի այս տարածքում, եթե կրակեր անպայման այդպես մեծ, երևի դժբախտություն էր տեղի ունենալու, այսպես տեսնում եք թրակով եկել է իր արագ մտել է ներս, ուսումնասիրի, գնա հրացանով վերադառնա, որ բարեբախտաբար իրենց ձերբակալում են եւ որևէ դաժան վիճակ չի ստեղծվում, տեսնում եք մեքենայի մեջ էր դրել հրացանը։ Ես ուզում եմ նաև հիմա խոսել, ինքը իհարկե 49 տարեկան է, ինչ որ ասացի, հասակով, բարձր հասակ 190 սանտիմետր եւ TSA-ն են այնտեղ է, որ դուք ձեր ամեն ինչ գրպանից պիտի անենք, այդտեղ միշտ խճողված է լինում։ Մտածել էր, որ այդտեղ երբ որ լավ որ տարածքը լավ խճողված լինի, դրանց կրակի սպանի, որ կարողանում են ձերբակալեն իրեն։ Ես հիմա ուզում եմ խոսել AWS-ի մասին։ Amazon-ը մեկ սիստեմ ունի, որ Web Services, այսինքն տարածքներ ունի, որ ուրիշ ընկերություններ, մի 2500 ամենախոշոր ընկերությունները Ամերիկայի, այս իրենց սիստեմը օգտագործում են e-commerce site է, տեսնում եք այդ ընկերություններն են բոլորը, որ այստեղ հիմա տեսնում եք, տեսեք, օգտվում են իրենց սիստեմից, աշխարհով մեկ այդ Amazon-ի սիստեմ օգտվում են, բայց այսօր խնդիրներ էր եղել սիստեմի մեջ եւ ազդել էր ամեն ինչի, տեսնում եք, սա cloud-based IT է, storage facility, որ այդտեղ տեղեկությունը բիզնեսի համար կուտակված է լինում ամենախոշոր բիզնեսներինը Amazon-ի այս web service-ը բոլորը օգտվում են Amazon-ը աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկն է եւ այսօր այդ բերումով offline app-ը տեսնում եք այս ընկերություններն են որ տեսնում եք սա մի մասը ասացի Wemo, Ring-ը, Starbucks բոլորը հոկտեմբերից այսօր ուրեմն առավոտյան այդ խնդրեմ եղավ հետո ասացին որ խնդրեմը լուծված է բայց թվում է դեռ մասամբ շարունակվում է լրիվ իրենք ասում են լրիվ խնդրեմը լուծել են բայց թվում է տեսնում եք այստեղ օգտագործման 24 ժամվա մեջ է տեսնում եք բարձրացել էր իջեր էր
չէին կարողանում օգտագործեին, նորից աչում տեսնում եք բարձրանում է օգտագործման չափը եւ հետո նորից իջել էր։ Հիմա դա օթանավների ամեն ինչի վրա ազդեն։ Այս ընկերություններն են, որ տեսնում եք Amazon-ի այս սիստեմը worldwide outage ուրեմն տեղի ունեցել, այսպես տեսնում եք, հիմա պիտի երևի հստակացնեն ինչ է պատճառը։ Ինքը Amazon-ի ընկերության աշխատանքը նաև այսօր դժվարություններ ունեցել, այսպես տեսնում եք, հիմա մի ձև է, որ այսպես բոլոր բողոքում են, որ չեն կարողանում սիստեմը օգտագործեն, այստեղ Amazon-ն եք տեսնում առավոտ 6:30-ից սկսված խնդրեմ ունեցան, օրվա ընթացքին ասացին, որ հաճախորդները բողոքում էին, որ սխալ է լինում, չեն կարողանում օգտվել այդ սիստեմը, հետո ասացին, հիմա վերջը վաղվանից ամեն ինչը նորմալ կլինի, այդ աշխատանքները բոլոր ասացի ամենահսկա ընկերությունները օգտվում են Amazon-ի այս ծառայությունից, որ կոմպյուտերային այս սիստեմն է, e-commerce-ի սիստեմն է, որ ուրիշներ նաև օգտվում են։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ, նախագահ Թրամփը Palm Beach-եր գնացել այսօր, դրան անդրադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Alex R. Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը։ Burbank-ում է գտնվում, այնտեղ, եթե այս դպրոցը ուզում եք հաճախեք, տարբեր նյութեր են դասավանդում, բոլորը անվճար է, Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, երբ ավարտեք, ձեզ դիպլոմա կտան, զանգարեք հավելյալ տեղեկության համար։ Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը Դուբայում կամ Դուբեյում, եթե դուք կալված կնեք, դա կլինի առանձնատուն կամ կլինի ապարտման, կոնդոմինիում։ Այս հեռախոսահամարն է ձեզ մոտ նշանակեք, իր հետ խոսեք, դուք իրեն ոչինչ չեք վճարում, որտեղ վաճառողը պետք է իրեն վճարի։ Իսկ ինքը ուղղակի իրեն հետ է կապվելու։ Դուբայում առևտուր անողներ շատ կան, որ ուրիշի միջոցով են անում, որպեսզի այսպես միջնորդներ չլինեն, ավելորդ ծախսեր չանեք, զանգարեք իր հետ խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Այս տեղատունը հենց հիմա 30 քանի տարի իհարկե դոկտորը այս Գլենդելում աշխատում է այս վարքյանից տարիներ է, որ գտնվում է Կալիֆոռնիա փողոցի վրա, Բրանք փողոցի հատման կետին շատ մոտիկ է այս տեղատունը։ Իսկ իրենց նոր տեղատունը բաց են անելու Sunland քաղաքում։ Ուրեմն նոր տեղատունը բացվելու է Sunland քաղաքում, եթե դուք բնակվում եք Թահանգա, Sunland, Silmar, Simi Valley այդ շրջանները, կարող եք հետո սկսել։ Մի երկու շաբաթ կտևի մինչև աշխատանքը ավարտվի, բացման աշխատանքին, երբ որ բացումը կատարեն, ես ձեզ կհայտնեմ, եւ դրանից հետո կարող եք ձեր տեղերը իրենց զանգարեք, գնաք տեղատունից վերցնեք կամ իրենք իրենց ձեր տանը հասցնեն։ ESA Quality Air-ն է հովանավորում ծրագիրը։ Դուք եթե air conditioning-ի սիստեմ ունեք, heating սիստեմ ունեք, բոլոր այդ հարցերը սերվիս են անում, AC սերվիս $89 է ընդամենը, իսկ եթե յունիթը լավ չի կամ նոր յունիթ եք ուզում տեղադրեք air conditioning-ի կամ heating system կամ հիմա գործիքներ կա, որ երկուսը միանգամայն է անում, ուրեմն installation, repair եւ maintenance կատարում է այս ընկերությունը, հեռախոսահամարը այստեղ տեսնում եք 818 445 8433։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping գտնվում է այստեղ տեսնում եք Sherman Oaks, North Hollywood։ Եթե դուք մի ծանրոց հանձնեք Orange Shipping-ին, մեկ տուփը կամ մեկ ծանրոցը հանձնեք $42, երկրորդը կես գնով կարող եք ղրգել Հայաստան։ Ուրեմն Orange Shipping-ը ձեզ առաջարկում է, գտնվում է North Hollywood-ում։ Ծրագիրը նաև հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձել եք մի
առանձնատուն կամ ապարտման եք վարձել։ Եվ այդտեղ պետք է բնակելի լինի, այսինքն միջատներ չպիտի լինի պահարանը բացում եք, մրջուն չպիտի լինի այդ տան մեջ, մուկ չպիտի լինի այդ տան մեջ։ Եթե այդպես է, ձեզ պետք է հատուցում տան։ Զանգահարեք այստեղ, դուք փաստաբանին ոչինչ չեք վճարում, մինչև կարողանա հատուցումը ձեզ համար ստանա, կվերադառնա։ Ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփը այս գնացել էր Ֆլորիդա եւ գիտեք իրեն օթանավով գնում է, իսկ այդ տարածքին շատ մոտիկ մեկը մի սարքավորում էր տեղադրել, որ ես այստեղ հիմա շարունակենք, ուզում եմ ցուցադրել, տեսնում եք ինչպես տեղադրել է, որ կարող էր տեսնել կամ հետևել, հիմա փնտրում են տեսնեն ով է տեղադրել, բայց ոչ մի դեպք չի պատահել, նախագահը իջնում է Ֆլորիդայում, տեսնում եք օթանավն է, իջնում է օթանավից ու գնում է իր Մարալագո իր տուն կամ իր ռիզորտը, որ այնտեղ մնում է նախապես այդտեղ հիմա նաև հաճախում հաճախ։ Ես հիմա ուզում եմ խոսել Ֆրանսիայում գտնվող Լուվր թանգարանի մասին, աշխարհի ամենակարևոր թանգարանը կամ ամենաշատ այսպես հնություններ, թանկարժեք ամեն տեսակ մի բան այդտեղ գոյություն ունի։ Երկու կողմ երևում է շատ պրոֆեսիոնալ պիտի լինեն, 7 րոպեում գալիս են, ընդամենը 3.5 րոպե այստեղ են եւ հիմա քիչ հետո կտեսնեք ինչ թանկարժեք իրեր տանում են, այսպես տեսնում եք դեպքը տեղի ունեցող։ Գալիս են որպես աշխատող, ուրեմն Փարիզում որպես աշխատող գալիս են, ելարան են տնում, տեսնում եք այդտեղ ելարան տրված է, բարձրանում են ելարանից, ապակին կտրում են, մտնում են երկրորդ հարկում, մյուզեի մեջ տեսնում եք հիմա փակեն են այդ տարածքը, որտեղից որ մտեն էին, եւ գողանում են 9 իրեր թանկարժեք, այսպես կտրատում եւ տանում են ամենա քիչ հետո կտեսնեք ինչեր տարերն են, զարմանալի մի բան, որ այդպես ասում են, տեսնում եք իրերն ինչ որ տարերն են, հարյուրավոր միլիոնավոր դոլար արժողությամբ իրենց ձեռքից երկու սկութերի, այսպես պատկերացրեք մոտոցիկլետ, այդ ինչ որ տարերն են, մեկը վայր են կնում ձեռքից եւ մասամբ վնաս է հասնում, ջարդվում է, բայց ամենայն դեպս տեսնում եք ինչ որ տարերն են, այստեղ տեսնում եք մարդիկ 1800 թվականի եւ այլն Լուվրն եք տեսնում եւ այդ ապակիներն էր որ կտրեն էին, հիմա փակել են իհարկե երբ որ տարերն են, ասում են կարելի է որ ներսից օգնություններ են ստացել այս գողերը, ուրեմն կարող է աշխատողներ լինեն, մարդիկ լինեն կամ security լինի, որ իրենց օգնեն է։ Apollo Gallery-ը կոչվում այդ տարածքը, որ մտել են այդտեղ, Մոնա Լիսան տեսնում եք մյուս կողմն է, այստեղ տեսնում եք ելարան տրեն են եւ դրսում երկու սկութեր, այդ պատկերացրեք եւ ապրանքներն եք տեսնում ինչ որ տարեր են։ Սա գեղեցկությունը եւ 200 տարի, որոշը 100 տարի, 150 տարի, 250 տարվա իրեր են, ոսկի, թանկարժեք քարեր, այսպես տեսնում եք, սա վայր են գնում իրենց ձեռքից եւ վնաս է հասել, այսպես տեսնում եք մի տարօրինակ դեպք, որ այդքան security, այդքան ապահովություն դրանով հանդերձ թիկնապահներ, security-ներ, բայց կարողանում են այս փորձառու պատկերացնում որ շատ փորձառու պիտի լինեն, որ ընդամենը 3.5 րոպե եղել են ներսում, 7 րոպե բարձրացել են, տևեն է եւ վերադարձել են ու կարողացել են այսպես կողանան իրեր։ Ես հիմա ուզում եմ խոսել օթանավներ, 3 դեպքը տեսնում եք այդտեղ ձախում տեսնում եք, երբ որ կոմպյուտեր են տանում, այդ ճամբրուկի մեջ կամ պայուսակի մեջ կոմպյուտերը տեսնում եք այսպես հրդեհվում է
Սա պատահելն էր United Airlines-ի 737 տեսակի Max 8-ը, որ Դենվերից պետք է Լոս Անջելես կարը ստիպված է լինում, որ իջնի նախքան Salt Lake-ում իջնում է ծախում։ Իսկ աչում այս օդանավի ապակիներն է, ինչ որ ջարդվել է եւ ստիպված է լինում օդանավի իջնի, այն ծախումը լիթիում, iron lithium battery է, ինչ որ հրդեհվում է եւ այսպես տեսնում եք օդանավը Շանհայում իջնում է, նա որ ապակիներ կոտրում է։ Իսկ այս օդանավը բեռնատար օդանավ է, որտեղ 747 քարգո մեծ խոշոր օդանավ, որ Հոնկոնգում տեսնում եք ծովի կամ օվկիանոսի մեջ են գնում եւ այսպես տեսնում եք Դուբայից օդանավ նաև Հոնկոնգ երկրում։ Տեսնում եք այս երեքը տարբեր պատկերներն եք իրենց տեսնում, այս օդանավները այս վերջին քանի օրը տեսնում եք հետո ծուխը ստիպված են լինում օդանավը իջեցնել, որպեսզի դժվարությունները առավել դժվարություններ չլինի։ Այստեղ տեսնում եք FAA-ը ասում է 62 դեպք է պատահել մինչ սեպտեմբեր իհարկե, օրինակի համար այս օդանավը տեսնում եք ապակիները լրիվ ջարդված է, բայց պետք է նկատի առնել, որ հազարավոր օդանավ է, որ տեսնում եք մի տեղից մի ուրիշ տեղ են գնում եւ այդ հազարավոր օդանավի համար մի քանի դեպք, այդ ապակին ինչ որ ջարդվել էր, օդաչուն է, որ այդ կտորները թափվել է ձեռքի վրա եւ այսպես վերք է եղել, բայց իջնում են եւ հետո հոգ են տանում այս United Airlines-ը, որտեղ Դենվերում իջնում է, ձեռքը բուժում են եւ օդանավը շարունակում է դեպի գալիս է դեպի Լոս Անջելես։ Եվ հիմա դեռ չեն հստակացրել պատճառը ինչ էր, որ ապակին ջարդվել էր։ Սա ասացի չինական օդանավն է, քարգո օդանավ է, որ այս դեպքը պատահել է։ Գիտեք, ամեն օդանավի խնդրի հետևանքով այս օդանավի մեջ ասացի այդ քարգոյի մեջ 4 հոգի են եղել, որ նրանք դուրս են եկել։ Տեսնում եք այստեղ UAE եկել է, պետք է գնար մինչև Հոնկոնգ, դեպքը պատահում է, հետո օդանավը ընկնում է օվկիանոսի մեջ, այդպես տեսնում եք, բայց 2 հոգի այնտեղ օդանավակայանում, որ այս փոքրիկ մեքենաներ կան օդանավակայանում, դիպչում են նրանց, այդ 2 հոգին մահացել են։ Իսկ այս օդանավի միջի աշխատողները, օդաչուն, օգնականը բոլորը կարողանում են հեռանան։ Այսպես տեսնում եք, դեպքեր կարող է պատահի եւ հիշեք, որ հիմիկվա օդանավները շատ ավել ապահով են, քան թե 10 տարի առաջ, քան թե 20 տարի առաջ, տարեց տարի ավել ապահով է դառնում օդանավը, դեպքերը թեև միլիոնավոր թռիչք է տեղի ունենում աշխարհով մեկ, բայց դեպքերը հիմա ավել քիչ են պատահում, քան թե նախկին տարիներում։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ պոլիս սպաներ էր, մեկ կնոջը, դրան վերաբերող հարց ես ցույց տամ, հետո Ռոբաքսի մասին խոսեմ եւ հետո մի ամուսիններ երեխային ծովափում թողնում, հեռանում են, քայլում են, իրենց ձերբակալում են, տեսնենք ինչու։ Իսկ ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Քարավան ռեստորան գտնվում է Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Ամեն օր կարող եք ճաշ եւ ընթրիք ուտել։ Իսկ ամեն շաբաթ օր եւ ամեն կիրակի օր հարիսա է առաջարկում Քարավան ռեստորանը առավոտյան ժամը 8-ից։ Ուրեմն ամեն շաբաթ եւ կիրակի առավոտյան ժամը 8-ից հարիսա է առաջարկում Քարավան ռեստորանը։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը, որտեղ դուք կարող եք Բրազիլ եւ Արժանտինա ճամփորդեք ընդամենը $3790։ Բրազիլիա եւ Արժանտինա $3790 զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան երկուսն էլ ատամնաբույժներ են, եթե որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, լինդի հետ, արյունոսություն կա, ցավ ունեք,
պիտի ատամնաշարեր տեղադրեք, բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին տեսնում եք։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը։ Primate Pharmacy ովանավորում է ծրագիրը։ Primate Pharmacy Գլենոքս փողոցի վրա է, հեռախոս շատ հեշտ է, տեսեք այստեղ 818 600 777։ Եթե որևէ տեղի կարիք ունեք, կարող եք գնալ այնտեղ վերցնել կամ իրենք կբերեն ձեր տանը կվերադառնա։ Ես անցյալ տարի ձեզ հաղորդել էի, որ մեկին Սոնյա Մեսի անձնավորությունը իր տանը Իլինոյ նահանգում է Սապատահում, իր տնից զանգ է խփում կես գիշերին ժամը կամ առավոտը շուտ զանգ է խփում, որ մտահոգված է, կարող է իրեն վնաս հասցնել, փոլիսը գալիս է ամենայն դեպս, որ օգնի տեսնի ինչ է։ Երկու ոստիկանները մտնում են իր տունը, այս կինը ունենում է հոգեկան խանգարումներ է ունենում, 36 տարեկան է, բայց այսպես խնդիրներ է ունենում, գնում է այնտեղ տեսնում է, փոլիսն նայում է, տեսնում է մի բան չկա, անդրադառնում է, որ սա մի քիչ խնդրեմ կարող է ունի, ուրեմն իրեն հետ իր տան մեջ խոսում են, տեսնում եք ոստիկաններն են, գնում են ներս, այս կինը կանչում է ներս, տեսնում եք, այսպես որ արտահայտում է փոլիսին, հասկանում է, հետո ինքը գնում է այնտեղ ջուր է եռացնում ամանի մեջ, այդ ջուրը աման ուզում է վերցնի, ասում է ցած դիր չի տնում, ոստիկանը կրակում է իրեն, որովհետև վախենում են, որ իրեն վրա պիտի թափի։ Հիմա այս ոստիկանի տատի են տվել իհարկե, եւ ինքը իհարկե ասել է not guilty, բայց եւ այնպես տատի պիտի տան, որ ջուրին են ընտրում։ Այս ոստիկանը իհարկե նախկինում նաև խնդիրներ ունեցել է, որ կոպտեն է այդ ուրիշ մարդկանց եւ այսպես եւ եթե հիմա այս ինքը իհարկե ասել է, որ երբ որ երասրած ջուր պիտի թափեր, իրեն է ապահովել։ Ժողովուրդն է, որ դուրս են եկել Իլինոյում, տեսնում եք, որ իրեն տատի տալու համար դուրս էին գալիս, ամենայն դեպս տատի են տվել ոստիկանին, այնտեղ տեսնում եք այս կինն է, որ հետո գնում է երասրած ջուրը բերի թափի ոստիկանի վրա, ինչու հայտնի չի, եւ այդ ժամանակ ոստիկանը կրակում է։ Ուրեմն self defense ոստիկանը կարող է, եթե կամ որևէ մարդ, եթե մեկը տանակ է անում, հետո անձը կարող է ատրճանակ անի, այդպես երասրած ջուր փաստվի, որ այս կինն է, տեսնում եք, որ մոտենում է երասրած ջուրը թափի ոստիկանի վրա, ոստիկանը կրակում է, ուրեմն դա կապված է ջուրին, այս հարցին ինչպես նայեն դատավարությունը, ասացի, ընտրում են ջուրիները, հաջորդ շաբաթ պիտի այս դատավարությունը տեղի ունենա։ Ես հիմա ուզում եմ Roblox-ի մասին խոսեմ։ Roblox-ը մեկ հիմա criminal investigation են կատարվում, որտեղ Ֆլորիդայի Attorney General-ն ասում է, որ այս սայթը երեխաների համար ապահով չի, Roblox, տեսնում եք, երեխաների համար ապահով չի, այնտեղ տեղադրում են մերկ նկարներ, տղաների, աղջիկների եւ այսպես explicit image-ներ են դնում եւ ընկերությունը սա 17 տարեկան է, այդպես տեղադրին է եւ 8-9 տարեկան աղջիկների հետ կարողացել էր այդ պատկերները իրանց հետ իրենց խրգել կամ իրենց տար կամ share անել իրենց հետ այս Roblox-ը տեսնում եք իրենց պատկերացնում են, որ իրենք երեխաներ են, որ երեխաներին այդպես պատկերներ են ուղարկում եւ այսպես դատախազը Ֆլորիդայի գլխավոր դատախազ Attorney General-ը Ֆլորիդա նահանգի ասում է, որ ուրեմն պետք է այս սայթը կանգնեցնել եւ նրանք որ այդպես պատկերներ են դրել դատի տալ։ Եթե այստեղ սայթեր կան, որ ամեն մարդ չի կարող մտնի, տեսնի, դրա համար թաքնվում են այդ սայթերի մեջ եւ փոքրերի հետ կարողանում են կապ ստեղծեն
այսինքն երեխաների հետ կամ պատանիների հետ կապ են ստեղծում, որպեսզի այդ նկարները, որ այսպես սեռային հարաբերություն է ցույց տալիս, մարմինն է ցույց տալիս աղջկա կամ տղայի այդ երեխաների հետ միասին նկարներն են ղրկում կամ փոխանցում, դրա համար Ֆլորիդայի Attorney General ուզում է այս կամփանին դատի է տվել, որպեսզի չկարողանան շարունակեն։ Իրենք ասում են մենք շատ ուշադիր ենք, որ այս փոքրիկները չկարողանան մտնեն եւ այդ սայթերը նայեն, բայց ամենայն դեպս տատախազը ուրիշ կարծիք ունի։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ ամուսիններ գնում են ծովափ, այս ամուսինները երեխա ունեն, իրենց հետ քայլում են, ծովափում քայլում են։ Իսկ մի երեխա ունեն, որ տեսնում եք այսպես, որ մի երեխա ունեն, որ փոքր է, մի քանի ամսական է, ուրեմն այդ երեխային թողնում են ու հեռանում են։ Այդ կինը, ում որ տեսնում եք, executive է կամ մեկ կամփանի ղեկավար է ինքը, այսինքն այսպես չի, որ սովորական անձնավորություն չի։ Եվ այսպես տեսնում եք, շերիֆը իրենց դատի է տվել, որ ամեն մարդ ստիպված է, մանավանդ իրեն երեխան է, ստիպված է, որ իհարկե իրենք բանդ են թողել, մուրհակը թողնեն, իրենց ազատ են արձակել մինչև գնան դատարան, բայց տեսնում եք, ահա մի քանի ամսական երեխային օվկիանոսի մոտ թողել են եւ իրենք ասում են երեխան քնած էր, մենք չէինք ուզում խանգարեինք, որովհետեւ յուրահատուկ ժամեր է քնում, եթե փոքր երեխաները արթնանում են, կաթ են խմում, մի քանի ժամ քնում են ու այդպես բացատրում են, որ չենք ուզեցել այդ իր հանգիստը խանգարենք, հիմա դատարանը պիտի որոշի, արդյոք այդ բերումով մեղադրանք կա, թե ոչ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ մեկ երեխա Դիզնիլանդ է գնում, այսինքն Դիզնիլանդի այս ծովային շրջակայության է գնում, վայր է ընկնում օվկիանոսի մեջ, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, Հակոբ Չոփորյանն եւ իր երկու դուստրեր, որ երկուսն էլ փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ավտովթար եք ունենում, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով այս հեռախոսահամարին 818 244 4747 Ծրագիրը հովանավորում է դոկտոր Փարքր Ջահանգիրն է հովանավորում։ Եթե ալերգիներ ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին 30 տարից ավել փորձառություն ունի, Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping-ը երկու կենտրոն ունի, Lancashire փողոց, North Hollywood, Glendale-ում, East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Ծանոթ ունեք, օդանավով $2.99 է առաջարկում, որևէ ուրիշ տեղ գոյություն չունի, սրանից ավել ցած կին գոյություն չունի, որևէ ուրիշ տեղ կարող եք փորձել տեսնել։ Իսկ բոլորը սրանից ավել թանկ է, ինչ որ եթե ծանոթ հանձնեք։ Իսկ գումար եթե պիտի փոխանցեք, 1% եք վճարում ընդամենը։ $100 ղրկեք, $1 կտակ, $500 ղրկեք, $5 պիտի վճարեք։ Անպայման այցելեք Երևան Shipping այդ առիթով։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ Եթե դաշնամուր պիտի գնեք, որևէ գույնի, որևէ չափի, որևէ տեսակի Hollywood Piano-ն աշխատում է 97 տարի է ինչ որ Hollywood Piano-ն աշխատում է։ Եթե որևէ տեսակ դաշնամուր պիտի գնեք, այստեղ այցելեք։ Գտնվում է Փասադինայում, բայց Գլենդելի հարևանության կվերադառնա։ Դիզնի ընկերությունը ունի, այսինքն շրջագայության նավով նաև շրջագայության է տանում անրությանը։ Եվ այսպես այդտեղ երեխաներ գնում են ծնողների հետ։ Մի մայր երեխային տնում է այս նավի, ուր որ մի
ամենածայրին, որ ավել իր պատկերը ինչ որ ուզում է վերցնի, այս 5 տարեկան երեխա է լինում, պատկերը վերցնի, գեղեցիկ լինի, հետևում պատկերացրեք օվկիանոսը լինի երեխայի, երևի տարբեր առիթներով կարող է այսպես կղզիկա եւ այլն, այսպես երեխային տնում են։ Երեխան այդտեղից վայր է ընկնում, նավի միջից վայր է ընկնում եւ հետո գնում են երեխային տեսնում եք ջրի մեջ է։ Բարեբախտաբար երեխան 5 տարեկան է, բայց գիտեր լողալ մի քիչ գիտեր։ Տեսնում եք այսպես իրեն կարողանում են այդ երեխային փրկեն։ Հաճախ է պատահում նման դեպքեր, որպեսի երեխայի համար նկարում են ավել գեղեցիկ լինի, օրինակ տանում են միտեղ կազանանոց կամ մոտեցնում են շատ կազանին, որպեսի ավել հարմար լինի կամ ավել անմոռանալի պատկերներ ստեղծեն այդ երեխայի համար ու երեխային վտանգի են ենթարկում։ Ես ուզում եմ խոսել հիմա Սպիտակ տան մասին, նախագահ Թրամփի մասին։ Եթե նախագահ Թրամփ ասաց, որ Սպիտակ տունը չունի հյուրընկալելու մեծ սրահ, իհարկե ունի Սպիտակ տունը, բայց այդքան խոշոր չի։ Ասաց ես ուզում եմ սրահ լինի, որ քիչ հետո կտեսնեք, մոտարապես 1000 մարդ կարողանա, եթե հյուրասիրություն ունենք, կարողանան կան այդտեղ եւ այդ հյուրասիրությանը մասնակցեն։ Այս սրահը 250 միլիոն է։ Ամենայն դեպս այս ներկայացնի տուն, տեսնում եք սա Սպիտակ տունն է։ Ներկայացնի տունը դեռ էլի փակ է, քիչ հետո կանդրադառնամ դրան։ Տեսեք այս իստ կամ արևելյան տարածքն է, որ քանդում են, որտեղ որ սովորաբար նախագահների կինը նաև այդտեղ գրասենյակ ունեն, այդ տարածքում են լինում, այս մասն ինչ որ քանդում են տեղը, պետք է գեղեցիկ, ասում է նախագահը, այդ 250 միլիոն դոլարանոց սրահը 999 հոգի տարողջամ այդտեղ կառուցվի։ Գումար ասացի, նախագահ ասում է, որ donation կանեն, կառավարությունը չի որ գումար պիտի տա բյուջեից կամ բաջետից չեն բերելու, այլ մեծահարուստներին կխնդրի որ գումարներ տան, այստեղ տեսնում եք 90,000 square feet է լինելու, 90,000 ballroom-ը, սա շատ մեծ է, պատկերացրեք 9,000 քառակուսի մետր մի բան այդպես, 1000 հոգի տարողությունը կլինի և 250 միլիոն ծախսն է լինելու այդ սրահի, ասում է դա է իմ ցանկությունը, որ կարողանանք մեծ հյուրասիրություններ Սպիտակ տան մեջ կազմակերպել, այսպես տեսնում եք։ Իսկ Capitol Hill ներկայացնի տունը դեռ մնում է փակ և նաև նախագահի հրամանով աշխատանքից հանել են National Nuclear Security Administration, այսինքն միջուկային կամ ատոմական կենտրոնից 1400 նրանք, որ Ամերիկան ունի ատոմակայաններ, ղեկավարում են այդտեղ 1400 հոգու աշխատանքից հանել են Security Administration-ից հանել են և սրանք հանել են այսինքն հիմա և 400 մենակ կան այդտեղ։ Սա ներկայացնի տան այսինքն ներկայացնի տան խոսնակն է Ջոնսոն անունով մեղադրում է դեմոկրատներին, դեմոկրատները մեղադրում են ռիփաբլիկաններին եւ այս հարցը շարունակվում է։ Սա երրորդ անգամն է, որ այսքան երկար ժամանակ օրենսդիր մարմինը, այսինքն ներկայացնի տունը, սենեթը հետ են վերադարձել։ Ինչ է խնդրեմը, որտեվ ռիփաբլիկանները մեծամասն չունեն, իրենք ասել են, որ ուզում են ինչպես ծախսեն գումարը։ Դեմոկրատները պետք է համաձայնվեն, ասում են, եթե ուզում եք մենք համաձայնվենք, մեկ որ Medicaid-ից 1/3 ուզում են կտրեն։ 2.3 տրիլիոն էր բաջետը, հիմա 1.5 տրիլիոնի են ուզում իջեցնել, այսինքն 800 բիլիոնից ավել ուզում են կրճատում անեն, որ հաջորդ տարվա վրա
ազդեցություն, եթե անցնի հաջորդ տարի ազդեցությունը կտեսնի հանրությունը եւ նաեւ հիմա նրանք որ աշխատում են իրենց աշխատավարձը քիչ է կարողանում են առողջապահական ապահովագրություն գնեն healthcare գնեն որ ռիփաբլիկանները դա ցանկությունը չի իրենցը եւ ահա այսպես այս հարցի վրա վիճաբանություն կա եւ այստեղ դեմոկրատների սենատի ղեկավարն է Չակ Շումեր որ այդ մասին ասում է որ չկավորների համար եւ մարդիկ որ աշխատավարձը բարձր չի չեն մտածում բայց նախագահը մեղադրում է այս հարցերով որ պետք է պալատ սարքի այսանի այնանի ամեն դեպս մեկը մյուսին մեղադրում է ռիփաբլիկան դեմոկրատ բայց եւ այնպես այսօր 20 օր է որ ներկայացնի տուն փակ է բյուջետ չկա այսինքն կառավարական շրջանակները կառավարության աշխատողները նախարարությունները փակ են եւ ներկայացնի տան անդամները արձակուրդին մեջ են ես պիտի տաթարվեցնեմ երբ վերադառնամ տաթարից կոմի մասին պիտի խոսեմ քիչ հետո բացատրեմ գյասի մասին խոսեմ եւ եղանակի մասին պիտի խոսեմ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը եթե աչքերի հետ որևէ հարց ունեք ագնոցի կարիք ունեք սա վիրահատող բժիշկ է surgeon է աչքի բայց նաև եթե ագնոցը պիտի փոխեք ջուր է հոսում ձեր աչքից այդ հարցերով 7 տարբեր կենտրոններ ունի Գլենդելում այստեղ տեսնում եք Ջաքսոն եւ Քոլորադո եւ Գլենդել Ավենյուի ճիշտ հատման կետում է գտնվում սա իր հեռախոսահամարն է զանգարեք ժամադրության համար ծրագիրը հովանավորում է Ռաֆիզ մարքեթն է հովանավորում Բրբենքում է գտնվում Գլենդելի արևանության պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու իրենք պատրաստի ճաշ ունեն Court Furniture-ն է հովանավորում ծրագիրը Central եւ Մրթել փողոցի հատման կետում Գլենդելում 405 freeway եւ Euclid փողոցի հատման կետում Orange County-ում եւ նաեւ Santa Ana-ում 100-ից ավել խանութ ունի Court Furniture Ամերիկայում եթե նոր մատրես կուզեք գնել տարատեսակ մատրես ունեն կարող եք այդտեղ գտնել Yugo ծանրոցներ տեղափոխող ընկերությունն է հովանավորում ծրագիրը եթե մի ծանրոց իրենց հանձնեք մյուս ծանրոցը անվճար կտանեն որևէ չափի վերցնեք այդ չափի երկրորդը անվճար է Yugo-ն ղրկելու Հայաստան գտնվում է Լոս Անջելեսում այսինքն այն Հոլիվուդը հայկական Հոլիվուդը գիտեք որտեղ է այդտեղ է գտնվում Sunset փողոց Լոս Անջելես այսինքն Հոլիվուդում Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե հրդեհ տեղի ունենում ձեր տանը bankruptcy պիտի ֆայլ անեք կամ accident եք ունենում այս հեռախոսահամարը ձեզ մոտ ունեցեք դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե քայլում եք շնչասպառ եք լինում թաթի վրա թաթի տակ վերք է չի լավանում ոտքի վրա վերք է չի լավանում պետք է բուժում հարկավոր է զանգարեք այս մասնագետին իր 4 կենտրոններ ունի Orange County-ում Commerce Encino Glendale-ում 616 իսկ Colorado փողոցի վրա գտնվող Սոնաֆետարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն մինիբաս ունեն ցես կտանեն ու ցես կվերադարձնեն կենտրոն Jackpot-ն է հովանավորում ծրագիրը որ Jackpot-ը հիմա միայն իր խանութը գտնում է Pacific փողոցի վրա մյուս խանութը տեսնում եք այստեղ Pacific փողոցը մյուս խանութը ինչ որ ունեին Տանգաում ունեին փակեն են ամեն ինչ տեղափոխված է այս խանութի մեջ անպայման այցելեք եւ այդտեղ կգտնեք ամեն ինչը զեղչված շատ էժան որտեղ տեղ չունեն պետք է մնացած ապրանքները բերեն տեղավորեն նաեւ անպայման այցելեք Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե գիֆտը ձեզ է առաջարկում եթե $50 եւ ավելի առևտուր անեք այս կշերքը ձեզ պիտի տան այստեղ տեսնում եք free կշերք եթե $50 եւ ավելի առևտուր անեք այդտեղ Անաշե գիֆտ գտնում եք Գլենոքս փողոցի վրա կվերադառնա
Կոմի մի անձնավորություն էր FBI-ի ղեկավարն էր, նախապես գլխավոր տատախազի օգնականն էր Ջորջ Բուշ զավակի ժամանակ։ Ամենայն դեպս նախագահ Թրամփ տեսնում եք այստեղ Կոմին։ Նախագահ Թրամփը չհավանեց իրեն, որովհետև մեկ անգամ իրեն ասել էր, որ ես ուզում եմ դու քո հավատարմությունը ինձ փաստես կամ երդվես հավատարմության համար։ Ինքը ասել էր, որ ես իմ հավատարմությունը կարող է լինի Աստծուն եւ օրենսդրությանը այս երկրի։ Ամենայն դեպս հակադրվեց իրեն աշխատանքից հանել։ Իսկ հիմա նախագահ Թրամփը իրեն ուզում է դատի տա եւ 5 օր նախքան ժամկետը վերջանա, 5 տարի ժամկետ կամ մինչև 1-ին դատի տան։ Նախագահ Թրամփը իրեն դատի տվեց, ստիպեց, որ մեկ հոգու նշանակեց իր անձնական փաստաբանին, նշանակեց որպես դատախազության փաստաբանը, որ իրեն դատի տա։ Նախապես մեկ ուրիշ, որ փորձառու անձնավորություն էր աշխատում էր դատախազությանը, որ նախագահի նշանակածներից էր, Թրամփի նշանակածներից, եկավ ասավ մենք սրան չենք կարող այս մարդուն դատի տանք, մի բան չկա, որ կարողանանք դատի տանք։ Նախագահ Թրամփը չհավանեց, այդ մարդուն աշխատանքից հանեց եւ մի կնոջ նշանակեց, որ նախկինում իր փաստաբանն էր եւ որևէ փորձառություն այս հարցերում չունի։ Ուրեմն հիմա դատի են տվել ամենայն դեպս, հիմա ասում է, որ նախագահ Թրամփը դատախազությանը պարտադրել է, որ Կոմին իր փաստաբանը, այսինքն այս Կոմի փաստաբանն է ասում, որովհետև Կոմին, այստեղ տեսնում եք, իրեն քննադատել է պրեզիդենտին, երբ որ աֆիսում է եղել նախագահը, դրա համար է դատի տվել եւ մենք երբ գնանք դատարան, իր փաստաբանը իհարկե ասում է, պետք է դատավորին ջաջին բացատրենք այս, որ այստեղ որևէ հարց չկա, որ կարողանա այս մարդուն դատի տա, մենակ անձնական վրեժխնդրություն է ինչ որ կատարում է, ասում է իր փաստաբանը։ Ամենայն դեպս իր դատավարությունը երևի դեռ երկար կտևի դատարան կանչել։ Իսկ ես ուզում եմ խոսել բենզինի մասին։ Բենզինը մասամբ գինը ուզում եմ այստեղ ցույց տալ միջին, ես երբ գինը միջին ցույց եմ տալիս այստեղ, մարդիկ ասում են որտեղ է այդ բենզինը։ Գալոնը $2.98, $2.99 per gallon, տեսնում եք այստեղ։ Մեզ մոտ բենզինը շատ թանկ է, նախ որ 8 զտարան կա, անընդհատ այդ զտարանները խնդրեմ ունեն։ Եվ մեծ մասը բենզինը դրսից առնում են, բերում են այստեղ, որովհետև տարիներ առաջ մի վիճակ ստեղծվեց, որ այս զտարանները աղտոտում են կամ կեղտոտում են կենսոլորտը, ուրեմն դրա համար դժվար կացություն էին ստեղծում, այդ գործարանները փակեցին, մասամբ թողան գնացին այս նահանգից։ Հիմա մեզ մոտ այդ էթանոլն նաև ավելացնում են, որ քիչ ծուխանի մեքենան, ամենայն դեպս մեզ մոտ միշտ $1.50 cent, $2 ավել թանկ է, քան թե այս երկրի միջին գնից։ Տեսնում եք այստեղ մոտարապես $3 է միջինը, մեզ մոտ մոտարապես $5 մոտ է բենզինը, բայց հիմա այնպես ավել էժան է, քան թե մի տարի առաջ։ Ես ուզում եմ վերջավորությանս ցույց տամ մեր շրջանի եղանակը ցույց տամ, գիտեք, մի քիչ օդը ավել սառն է, քան թե մի ժամանակ առաջ, եւ միայն մինչեւ չորեքշաբթի օր ուզում եմ հիշեցնել, կարող է այս շաբաթվա ընթացքին անձրևներ որոշ տեղերում տեղի ունենա, բայց ավել տաքանալու է օդը, եղանակը ավել տաք է լինելու, քան թե ինչ որ այսքանի օրը մասամբ տեսնում եք գիշերը շատ սառ է, ցուրտ է, մասամբ օրվա ընթացքին 70-80 էր լինում, կարող մի քիչ ավել տաք լինի, շոկ չի լինի, բայց մի քիչ ավել ջերմաստիճանը բարձր լինելու, սա այս գալիք շաբաթվա պատկերն է, ինչ որ տեսնում եք։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։